Ամբողջ տարին չեն անում, պետք է գան հենց այդ ամիսը ան։ Ու սատանան էլ կողքից այդ կրակը լցնում է դրա մեջ։ Ինձ հոգևոր հայրը ասելա մեղք է։ Այն էլ ասում է դու էլ քո հոգևոր հայրն ես, կներես։ Քի կներեք, ես բառ ասեմ, սեքսը շատ կարևոր է։ Ամուսինը կսկսի մտածել, է դու ուր ես ուխտի գնում, որ տենց հոգնած գալիս ես։ Դրա համար այն որ մտնում է այնտեղ սկսում է խրատներ տալ, խորհուրդներ տալ, նամանավանդ կուսակրոն հոգևորականները, հա, որ սկսում են տենց հետաքրքրությամբ են անկողնում ինչա խրատներ տալ, մի քիչ աբսուրդ է, էլի, դա դռնից են կողմ չեն կարա մտնեն։ Ընտանիքների քայքայման մեծ բանը այդ սեքսի հողի վրա է։ Սեքսի ինչ է այդ զգացողություն, ինչ ուզում ես ասել, որ իրար քաշում է, դիմացնի սեռին քաշում է, որ իրան փնտրի։ Դրա համար քրիստոնեությունը երբեք արգելք չի դնում, կներես այդ սեքսի համար, ոչ թե միայն որդեծնության համար, այլ իրար կներես հաճույք պատճառելու, իրար պարտքը իրար տալու։ Ամուսինը տեղել է սկսում մտածել, ախպեր դու տերտերը պետք է քեզ ասի, ինչ անես կամ ինչ չանես, ասում է։ Այն անեկդոտը կա, չէ, ասում է բժիշկ թեյ խմելուց աչքս է ցավում, ասում է գնա գթալը հանե, էլի։ Եթե ինքը կարա մարդը կարար մեղքը հաղթա արել մեղքի դեմ պայքարելով, ինքը ինչ կաներ, Քրիստոս չէր գա։ Գիտես, երբ որ դու տեսնում ես Աստծուն, արդեն հավատք չի։ Հավատքը այն է, երբ որ դու տեսնում ես մի բան, որը դեռ չկա, ու դու հույսով սպասում ես։ Ու այդ ամբողջ բանը սկսում է, դրա համար ամենակարևորը գիտակցելն է, որ այդ մեղավոր, այդ մեղքից ազատվել, փրկվելը միայն կարժանան Քրիստոսի երկրորդ գալուստից հետո, երբ որ հարություն առնի։ Հայր Սուրբ ջան, այսպիսի հարց ծագեց, քանի որ ասեցիք ցանկանալ։ Հիմա շատ քահանաներ եւ վարդապետներ կան, որ ասում են մի բան, շատերն կան ասում են մեկ ուրիշ բան։ Ցանկության պահով, ամուսինների պահով եմ ուզում հարցնեմ։ Պահոց շրջանում շատ քահանաներ կան ասում են, որ կարող են ամուսինները իրար հետ մերձակցեն, շատերն էլ ասում են, որ չի կարելի, այդ 48 օրը պետքա իրանք ժուշկա լինեն, զսպեն իրանց։ Ամբողջ տարին չեն անում, պետք է գան հենց այդ ամիսը ան։ Հիմա կասենք սատանան հենց այդ վաղտ է։ Այո, Պողոս Առաքյալը ինչ ասում, ասում է դուք ամուսինները, չէ, ասում է պայմանավորվեք, իրար հետ համաձայնվեք, իրարից առանձին չմերձենալու համար, բայց ասում է մի երկարացրեք, որտեվ սատանան կարա գայթակղեցնի մեղքի մեջ գցի։ Դրա համար ստեղ հետևյալն է, եթե երկուսը գիտակից հավատացյալ են, երկուսը իրար հետ հավասար քայլում են Տիրոջ առջև երկյուղով, իրանք իրար հետ պայմանավորվում են, որ այսօր մենք այս բանով չենք զբաղվում այս պահոց շրջանում։ Բայց եթե որ մեկը այն խորացած հավատացյալ է, հա, որ պատրաստ է քարերի վրա քնի, օրինակ էլ այնտեղ ծոմ ու պահկով սաղոր անցկացնի, բայց մյուս կեսը տաքարյուն մեկն է, որը հավատքի այդքան գիտակցությունը չունի։ Օրինակ, հա, ու սատանան էլ կողքից այդ կրակը լցնում է դրա մեջ։ Էնի գնացել է քարերի վրա քնում, են էլ այնտեղ իրան ուտում է։ Ու ինձ հոգևոր հայրը ասելա մեղք է։ Այն էլ ասում է դու էլ քո հոգևոր հայրն ես, կներես, էլի կոպիտ եմ ասում։ Ստեղ Պողոս Առաքյալի խոսքն է։ Ասում է դուք որ զորավոր եք, կրեք տկարների բեռը, ինչպես Քրիստոս կրեց։ Այսինքն եթե դու այդքան հոգևոր ես պատրաստ ես քարերի վրա քնել, ծոմ պահել օրերով, չէ, բայց կինդ կամ ամուսինդ ինքը տկար է հոգևորի մեջ, դու պետք է այդ տկարությունը կրես, սիրով ծածկես, տասեն ինչ որ ուզում է։ Պողոս Առաքյալները ասում է բանը, դուք ձեր պարտքերը իրար հետ փակեք, որտեվ պարտական եք իրար։ Նաման եթե մեկը հոգևոր, դրա համար ստեղ ամուսինները արդեն մեկ են։
մեկ կամք պետք է լինի այդտեղ, էլի, հենց այդ է համերաշխությունը ընտանիքի մեջ, երբ որ մի բանի շուրջ մեկ կամք են ամուսինները։ Իսկ սա ընտանիքի, կներեք, այս բառը ասեմ, սեքսը շատ կարևոր է ինչ իմաստով ընտանիքների համար, որովհետև հիմնական պատճառները դժգոհությունների, խնդիրներին դից է սկսում։ Նաև, այսինքն տարբեր բան կարելի, բայց ընդեղից էլ է սկսում։ Դրա համար այստեղ պետքա շատ կարևոր է մի մտքի, մի կամքի լինեն, երբ որ մի կամք չկա, հոգևորը պետքա զիջի տկարի բեռը կրելու համար, որ իրա հետ ասի ես քեզ սիրում եմ, այս պահ կա ես ընդունում եմ հայրը, բայց ես քո սիրում քեզ համար, ես քեզ սիրում եմ, քո հետ եմ, ոնց դու ուզում ես։ Սա է ճշմարիտը, հասկանում ես, ոչ թե ինչ-որ տեղ քեզանից բան ճգնավոր դարձնես տան մեջ, հա։ Համել գայթակղություն չի լինի, մյուս զույգը չի գնա ուրիշի մոտ կամ ուրիշին նայի։ Դեպք կար ինձի տենց մեկը Հայաստան էր, 2000-ի սկիզբերն էր, մոտեցավ, որ ասեց զավակներ ունեի, 3 հատ զավակ ուներ այդ ժամանակ, մի 10-12 տարեկան, 7-ից 12 տարեկան, 3 հատ զավակ։ Ես իմ ինչ կարդաց, ես իմ ինչ եղավ, որոշելա վանք գնա, տառապումա, ուզումա վանք գնա։ Դե մեր մոտ դե վանք չկար այն վաղ, գնացել է ռուս եկեղեցի Երևանի, հոգևոր այդ հոգևորականը բռնել է, հա, ես քեզ կարգադրեմ Ռուսաստան վանկա, ուղարկեմ, ասի, այ դու երեխա ունես, բայց Աստծո Աստված կնայի իրանց, ասի, լավ, ինչ որ է ասի։ Դե խոսեցի, բացատրի, որ արածդ հիմարություն է, Աստծուց չի կարա լինի, որտեվ Աստված քեզ տվել է այդ պարտականությունը, զավակներ ա տվել, դու պետք է պատասխանատու ես, ամուսին ա տվել եւ այլն եւ այլն։ Հետո ասի այն պատմես, որ ինքը ուխտագնացությունների ա գնում, քարոզների ա գնում, պահոց շրջանում գալիս ա, ինքը ամուսինն էլ շատ կար, քոտ ա ուզում ա իրան եւ այլն, այն էլ ես հոգնած գալիս եմ, պահ ուխտագնացություն առավոտից գնացել է իր գունը հոգնած, ամուսինն էլ տունը սպասում է կնիկը երբ կգա։ Հա? Այս կնիկն էլ չէ, ես հոգնած եմ, 1-2 ամուսինը կսկսի մտածել է դու ուր ես ուխտի գնում, որ տենց հոգնած գալիս ես։ Չէ, ու ես էդի ասեց, հա ամուսին ասեց, այ կնիկ դու ինձ ստիպում ես, ես մեղ գործեմ։ Ու ասի ամուսինդ ավելի անկեղծ է, քան թե դու։ Սի գնա մտածես, այդ վաղ խոսեցի, հիմա չիմացա ինչ եղավ, ոնց եղավ, բայց ամեն դեպքում էլի նորից եմ ասում, այս անկողինի հարցը որևէ հոգևորական երրորդ մեկը չպետք է մտնի այդտեղ, այդ սենյակը, այդ փակ, ոնց որ ասած տաբու է, արգելված է։ Նույնիսկ հոգևոր հայրը չպետք է կանգնի այդտեղ բացատրի քանի անգամ, ոնց, ինչպես, ինչու, որ օրը ինչ։ Այո, եկեղեցին ընդհանուր խրատներ է տալիս, որ պետքա պարկեշտ տնի, պատշաճ տնի եւ այլն, հա, այսինքն մոլեգնության աստիճան չհասնող, բայց եկեղեցին մեր հայրերը երբեք այն դռան այն կողմը չեն անցել, դռան տակ ականջ չեն դրել։ Էդի նենց մի բան է, որ դա երկու ամուսինների իրավասությունն է։ Դրա համար այն որ մտնում է այնտեղ սկսում է խրատներ տալ, խորհուրդներ տալ, նամանավանդ կուսակրոն հոգևորականները, հա, որ սկսում են տենց հետաքրքրությամբ են անկողնում ինչա խրատներ տալ, մի քիչ աբսուրդ է, էլի, դա ահավոր է։ Այդտեղ հարց է ծագում, թե որտեղից իրանք այդ բաները գիտեն։ Google-ը քեզ օգնական չէ։ Արտուր, հարցը ոչ թե մեր եկեղեցու հայրերը տաթևացնին է շատ բաների անդրադառնում, ինքը ընդհանուր կարա խրատ տա, ինքը, բայց ինքը չի մտնում այնտեղ։ Ինքը չի մտնում այնտեղ, ինքը բաներից է խոսում, որ այո, կարաս այդ 15-րդ դարում վանքի մեջ նստած որ դուս գիտեր ինքը, հա, բայց իմացել է, ինչ որտեղ մի ձևով իմացել է, լսել է, պատմել են, կարող այդ վաղտ իրանք տենց, էդի նորմալ է եղել այդ բաները իմանալը, կարդալը, հետաքրքրվելը, չգիտեմ, բայց ամեն դեպքում մեր եկեղեցին շատ զգուշ է մոտենում այդ հարցին։ Դրա համար որ հետաքրքրվում է սիրելի լսողներով, որ հիմա ունկնդիրներ, որոնք լսում են, եթե մեկը ձեզ սկսում է տենց, ով էլ ուզում ալնի, այնտեղ խորհուրդ տալ ձեր անկողն, հեռու մնացեք, էլի։ Հայր Սուրբ ջան, սենց դեպք կա պատմեմ ձեզի,
Ինձի ծանոթ մի անց մոտիկ մարդ, տղամարդ, ասեց, որ դեպք կա պատահել, ինքը գնացել էր Հայաստան, հետո զրուցել էր ինչ-որ հոգևորականի հետ Հայաստանում։ Նու անծանոթ հոգևորականի երևի։ Ու հետո եկավ պատմեց, ասում է, ախպեր, ասում է, ինձ բաներ ասեց, որ մարդ զարմանում է, ասում եմ, ինչ էր պատահել։ Ասում է, ինձ ասեց, որ չի կարելի տարբեր ձևերով կնոջը սիրել, դու պետքա միշտ վերև լինես, ինքը ներքև լինի, կներես հայր Սուրբ ջան, որ sense բաներ եմ ասում։ Դուք իրավունք չունեք, ասենք, խոսքի ուրիշ դիրք կամ ուրիշ բաներով կամ ուրիշ ձև իրար համբուրեք կամ չգիտեմ ինչ, ամեն ինչ պատշաճ պետք է լինի, պարկեշտ լինի, եսիմինչ։ Ես էլ ասեցի, իսկ դու խեիր գնացե այդ մարդու մոտ։ Ասում է, ես լրիվ ուրիշ բանի համար էի գնացե։ Ասում է, բայց հետո ոնց հասկացա, ինքը մեր սպալնիայի դուռը բացած, մտավ ներս ու սկսեց խոսալը։ Ասում եմ, բա դու ինչ ասիր։ Ասում է, ասի աղբե ես գնացի էլի հաջող։ Ասում ասեց, աղբեր չեմ, տեր հայր եմ, ասում ասի արդեն աղբեր դարար այդ ասելուց հետո։ Ասենք իրավունք ունեն քահանաները կամ վարդապետները ինչ որ տենց խորհուրդներ տան մարդկանց, ասենք Ասում եմ, դռնից են կողմ չեն կարա մտնեն, այսինքն ինքը կարա շատ խոսա, որ պարկեշը լինի, նայ ամենամեծ բանը օրհնության դա պսակն է, երբ որ եկեղեցին օրհնում է, գնացեք աճեք եւ բազմացեք։ Էլ մնացած բաները չի ասվում, ինչ, ոնց, ինչու, երբ, էսի նորից եմ ասում, էսի մի բան է, որ դա տվյալ զույգի իրանց խղճի, իրանց հավատքի բանն է։ Հիմա մեկը նորից էլի կրկնենք, մեկը հավատքը տկար է, մյուսը բարձր է, բայց իրար հետ ապրում են։ Ինքը տանում է նրա տկարությունը ու իրան տանելով ինքը կարա ի վերջո բերի այն հասկացողության այդ կյանքի, ինչ որ ինքն է ուզում։ Եվ վստահ եմ կարա լինի եւ դա կբերի այն բանի, որ մեկ կամքի լինի։ Իսկ ինքը այդ մեկը, որը զորավոր է, ինքը զոհություն է անում։ Ինքը ուրիշ կնգա կամ ամուսնու համար չի անում, իր կինն է։ Իր մարմինից մարմին, իր մեկությունն է, այդ սերն է, որ դրա համար եմ ասում, շատ ընտանիքների քայքայման մեծ բանը այդ սեքսի հողի վրա է, որ իրար չեն հասկանում նամանդ կանայք, որ ծնում են, ծնելուց հետո իրանք ծանր են տանում, դժվար է եւ այլն, հետո ինչ որ ստրես են տանում, գլուխն է ցավում, խնդիրներ ունեն, ցավ ունեն, ամուսինը ոնց որ բան ալնում, երեխա են ունում, կինը նվիրվում է մոլերանտ զավակի վրա, ամուսնուն է մոռանում, որտեղ մոռանում է ամուսինն էլ իր առաջին երեխան է, էլի։ Սենց ասեմ, խնդիրներ է առաջանում։ Մեկ կամք պետք է լինի։ Երբ որ մեկ կամքը կա, Աստծո օրհնությունն էլ կա։ Եվ մեկը իրավունք չունի ասի ոնց անեք կամ ինչ անեք, էլի։ Էդ ելն եմ ասում, թող իրանց սխալներով, ընկնելով, հելնելով գան գիտակցության, որն է ճիշտը։ Որտեւ էլ եմ ասում, անկողինը սուրբ է։ Եկեղեցին օրհնում է այդ հարաբերությունները, այդ անկողինը չի ասե, գիտեք ինչ, տարին մի անգամ մոտեցեք զավակ ունենալու համար։ հрьяաների պես պրոստինայով, որ իրար չկպնեն։ Դրա համար բնությունը սա է, Արտուր, որ նայ գալիս է որտեղից Ադամն ու Եվան, երբ որ Աստված ստեղծեց Ադամին, հետո քուն բերեց, կողը հանեց, կնոջը ստեղծեց։ Ադամը արթնացավ, վայ, վու, ես ինչ կնիկա իմս է, էսի մեկ ենք, էսի մի մարմնից, ասենց բանի մեջ էր։ Սիրահարվել էր։ Հա, ինքը մեկ էր, ասինքն իրանք մեկ էր, իրանց մտածելը, իրանց կամքը, իրանց ամեն ինչը մեկ էր։ Ու երբ որ մեղքը մտավ, մեղքը բաժանեց իրանց։ Մեղքը բաժանեց Ադամին Աստծուց, Ադամին Եվայից։ Դրա համար Աստված մի զորություն տվեց մարդու մեջ, մարդ արարածի մեջ, որ ինքը Աստծուն փնտրի։ Էդի հավատքն է։ Գիտես, երբ որ դու տեսնում ես Աստծուն, արդեն հավատք չի։ Հավատքը այն է, երբ որ դու տեսնում ես մի բան, որը դեռ չկա, ու դու հույսով սպասում ես։ Դրա համար այդ զորությունն Աստված դրեց, որ մարդ Աստծուն փնտրի։ Եվ տղամարդու եւ կնոջ մեջ բան դրեց, որտեվ Ադամը արդեն այնքան էր կնոջից գարշ է զզվե, որ արդեն ատում էր, իրան էր մեղադրում իր անկման մեջ, հասկանում ես, որ կնիկ ինձի իմ էս փառքից ինձ զրկեց, հասկացար։
Դրա համար ինքը երբեք չէր մոտենա իրան, կատեր, չէր կպնի իրան։ Դրա համար Աստված մեջը դրեց այդ բանը, որտեվ եթե չմոտենար զավակ չունենային, իրանք կմեռնեն, մեղքը կմնար հավերժ երկրի վրա։ Դրա համար Աստված ինչ արեց, իրանց մեջ դրեց մի զորություն, որպեսզի իրար ձգտեն, իրար քաշեն, այդ սեքսի, ինչ է, այդ զգացողություն, ինչ ուզում ես ասա, այդ որ իրար քաշում է, դիմացնի սեռը, սեռին քաշում է, որ իրան փնտրի։ Բայց եկեղեցին դրեց եկեղեցով պսակ, օրինակը բերելով Քրիստոսի եւ եկեղեցու հարաբերությունը, որ ինքը եկավ զոհվեց իր հարսի համար եւ մեկ եղավ, հարսը տկար էր եւ այլն, բայց ինքը եկավ զոհվեց, որը ցույց է տալի, այդ օրինակն է բերում եւ դա ընթերցվում է Պողոսի Եփեսացիներին թղթի մեջ, որ օրինակը ամուսինների եւ կնոջ, որ դու տղամարդ ես, դու տղամարդ ամեն դեպքում պետքա զորավոր լինի, ինքը պետքա զոհվի կնոջ համար։ Այդ զոհողությունն է, որ ու այդ բերում է նրան, որ ինքը իրանն է դառնում, իրա ընդհանուր մեկ է դառնում, իսկ դու քո մարմնին հակառակ չես ուզենա վնաս տաս, դա քո կինն է եւ կինն էլ իրա, ասма, ոչ քո մարմինն է քոնը, քո մարմինը տղամարդունն է, տղամարդն էլ կնոջինն է։ Ու սա, ասում եմ, շատ կարևոր է, ու այդ սերը, որ կա, ձգողությունը, որ կա, այդ սերը ձգողությունը նաև արտահայտվում է այդ զգացական, այդ էմոշնը, որը իր գագաթնակետը այդ հարաբերությունն է լինում։ Հարաբերությունն է լինում, որը արտացոլում է, արդյունքն է այդ սիրո։ Բայց այդ տարիների ընթացքում դա արդեն ձևավորվում է, մարդիկ արդեն ֆիզիկապես տկարանում են, այսինքն այդ հարաբերությունները քչանում է, չէ՞, տկարանում է, այնտեղ զարգանում է ավելի հոգևոր կապվածություն ամուսինների եւ կնոջ։ Այդ սա իրար հետ կապված է։ Դրա համար քրիստոնեությունը երբեք արգելք չի դնում, կներես այդ սեքսի համար, ոչ թե միայն որդեծնության համար, այլ իրար կներես հաճույք պատճառելու, իրար պարտքը իրար տալու, որտեվ տղամարդը կնոջից է ծնվել, իսկ կինը տղամարդուց է վերցվել, իրար պարտք են։ Տեսեք, օրինակ կաթոլիկների մոտ բացի որդեծնությունից, եթե դու կնոջդ հետ քնում ես, բայց ոչ թե այն մտքով, որ որդեծնության համար, այլ հաճույք պատճառելու համար, կաթոլիկների մոտ դա մեղք է համարվել ժամանակին։ Հիմա դե իրանց մոտ արդեն հավատքել չկա, բայց իրանց եկեղեցին տենց է ընդունում։ Դե ինչ եմ ասում, էլի, նորից եմ ասում, դռան են կոմը, դա ոչ մեկի գործն է, դա այդ երկուսի գործն է, հա։ Այո։ Իրանք ինչ կանեն, ոնց կանեն, մեղքը այն է, երբ որ ամուսինը կեթա ուրիշի հետ կլինի, կինն էլ ուրիշի հետ, դա մեղքը։ Անկողինը սուրբ է։ Հա, մենք մուսուլմանների պես sense շատ բաներ կա, իրանք այնտեղ հարցեր են տալի, ինչ, ոնց, էլի մենք այդքան չենք խորանում, էլի իրանք այդ գոտկատեղից ներքև միայն դրա մասին են մտածում։ Մենք նորից եմ ասում, դա մեզ համար կարևոր չի, բայց դա process է, նորից եմ ասում, զարգանալու ընթացք է։ Պետքա մեկ կամք լինեն ամեն որոշումի մեջ։ Եթե միասին պետք լինեն, միասին պետք է որոշեն, ոչ թե տկարը հնազանդվի զորավորին, այ ավելի ուժեղն է տկարի հետևից գնում։ Իսկ եթե նույնիսկ իրար բաժանվեն, Պողոս ասում է մի երկարեք, որտեվ սատանան կարա ձեզ այս համբե բանը օգտագործի ձեզ դեմ իրար ինչ անի, ոչ թե ամուսնուն կստիպի գնա մի հատ ուրիշի հետ տեղի կամ կնոջը, չէ, այդտեղ ինքը կբերի պառակտուկ կմցնի, այսինքն իրար դեմ կռիվ կլինի, խաղաղությունը կկորի ընտանիքի մեջ։ Կարա նաև կասկածել առաջանա, ասենք խոսքի կինը չի ուզում քնի, տղամարդը մտածի կարող է ինձի դավաճանում է դրա համար այլևս ինձ հետ չի ուզում քնի։ Դա էլ կարա լինի, չէ։ Կարա լինի։ Դե այդ եմ ասում, էլի, մեկ կամ պետք է լինի, մեկ իրար հետ համաձայնություն պետք է լինի անելու կամ չանելու, էլի այդ բան։ Եվ էլի կրկնում եմ, այն դռան հետևը մեկը չմտնի։ Դուք էլ մի վազեք
կան կանայք կան հետաքրվում են, հետաքրքր գնանք հոգևոր հայրը ինչ կասի, էլի, ու ամուսնու սպասի մի հատ գնամ հոգևոր հայրը, ամուսինը տեղել է սկսում մտածել, ախպեր դու տերը պետք է քեզ ասի, ինչ անես կամ ինչ չանես, ասում է, չհասկացա, դա տղամարդու արժանապատվության վրա էլ է, այսինքն կներես էլի, մի քիչ ուրիշ ձև էլ դա կարող է տղամարդը ընկալի ամուսինը, հա, ու էլի սատանն էլ այդ կասկածները գցի դրա համար իրար հետ լուծեք, իսկ եթե չեք կարող իրար հետ լուծել, ուրեմն արդեն ձեր մեջ խնդիր կա, սեր չկա, սառել է, իսկ արդեն ուրիշ նյութ է։ Հայր Սուրբ ջան, վերադառնանք մեր մեղքերի թեմային։ Այսպիսի հարց. ինչպես պայքարել կրկնվող մեղքերի դեմ, որտեղ օրինակ կան մեղքեր, որոնք անընդհատ կրկնվում են ու մարդիկ կան, որ չեն կարողանում պայքարեն, ասենք ինչպես պայքարեն դրա դեմ։ Արտուր, խնդիրը գիտես ինչի մեջ է, շատ կարևոր է հասկանալ մենք սենց հարց, մենք կարծեմ խոսել ենք սրա մասին, մենք փրկված ենք, թե պետքա փրկվենք, չէ՞, կարծեմ սենց Այո, խոսել ենք, այո։ Այսինքն մենք երբ որ հասկանում ես դու մեղք չես գործում կամ պայքարում ես, որ մեղք չգործես, նրա համար, որպիսի արժանաս երկնքի արքայությանը, դու երբեք չես արժանի։ Դա մարդ պետք է հասկանա, որ մեղքի հետ պայքարելը, մեղքի դեմ պայքարելը մարդ չի կարա։ Եթե ինքը կարա, մարդը կարար մեղքը հաղթահարել մեղքի դեմ պայքարելով, ինքը ինչ կաներ, Քրիստոս չէր գա։ Քրիստոս եկավ, ինքը արդեն մոր որովայնի մեջ, Մարիամի որովայնի մեջ միանալով մարմնին, այսինքն մարմինը մաքրեց, ազատեց բոլոր կիրքերից, մեղքերից։ Քրիստոս առավ այդ մարմինը անկիրք, անմեղք, հա, հոգին ինքը վերցրեց։ Այսինքն փրկությունը մոր որովայնի մեջ եղավ, այսինքն Տերը ցույց է տալի, որ փրկությունը ես եմ տալի, դուք չեք կարա փրկվեք։ Դրա համար մեր բնությունը սպասում է ազատագրվում մեղքից, երբ որ կմեռնենք հարություն կառնենք, հարության։ Իսկ միջև այդ մեր մարդկային բնությունը դեռ մեղքի ենթակա է։ Բայց մենք ինչ կարանք անենք այդ մեղքի ենթակա, այսինքն մենք չմտածենք, երբ որ ավելի ճիշտ, երբ որ սկսում ենք մտածել, որ ես պետք է այս մեղքից ազատվեմ, նոր Աստծուն հաճելի լինեմ, ես երբեք չեմ բանանի, որտեվ սատանան ինքը միշտ կանի, որ դու հուսատվես, մեղքերդ կրկնվի եւ այլն եւ այլն։ Դրա համար մենք այսօր այդ եթե որ մեղքերը կրկնվում է եւ այլն, մենք պետք է այդ խոնարհությունը, գիտակցություն ունենանք, որ ինձանից լավ բան դուրս չի գալիս, այսի ես պետքա խորը զղջամ, խորը զղջումն է օգնում ինձի։ Ուրեմն կամ ես զղջում չունեմ գործած մեղքիս համար, կամ ես ճիշտ բուժումը չեմ տալիս, էլի։ Այն անեկդոտը կա, չէ՞, ասում եմ բժիշկ թեյ խմելուց աչքս է ցավում, ասում է գնա գդալը հանե, էլի։ Այսինքն կարող է ինքը անդադ թեյ խմի, աչքը ցավա, անդադ թեյ խմելուց աչքը ցավա, ու ինքը համարի, որ թեյ խմելը մեղք է։ Բայց իրականում կարող է այդ մեղքը ինքը ուզում է այդ մեղքը բուժի, բայց կարող է այդ մեղքին ուրիշ դրդապատճառ կա, ուրիշ մեղք։ Դրա համար այդ խոստովանությունն է այստեղ արդեն կարևոր, որ մարդ գնա խոստովանի քահանայի մոտ, որ քահանան տեսնի, եթե կարա տեսնի այդ բանը, որ մեղքի հետևանքը մարդը ողբում է այդ աչք ցավելու համար, բայց դու մի ասա այդ ավելավա գթալը հանե, էլի, խնդիրը գթալն է, ոչ թե թեյ խմելն է։ Հետո մյուս բանն էլ կա, որ մեղք էլ կա, որ տրվում է, որ կրկնում է, որ մենք խոնարհվենք, միգուցե մենք միտեղ մեծամտել ենք, մեր մասին մեծ կարծիք ունենք եւ մենք պետք է Տերը սրանով խոնարհեցնում է, որ հասկանաս, տես դու մի հատ մեղքի դեմ չես կարա պայքարես, դու քո մասին մեծ կարծիք ունես։ Դա էլ կարա լինի, դա էլ ասում եմ, դա գալիս է խոստովանությունից ու նորից եմ ասում, ամենակարևորը Արտուր գիտակցությունը, որ մենք ինչ որ անում ենք, մեղքի դեմ ենք պայքարում, պահք ենք, մաղոթում ենք, ոչ թե որ փրկություն ձեռք բերենք։ Մենք փրկություն ունենք, մենք այդ անում ենք, որպեսզի ավելի Տիրոջը մոտենանք։ Երբ որ մենք սենց ենք մտածում, ուրիշ ընթացք է ստանում, բայց երբ որ դու անդադ մտածում ես, ես մեղքը հաղթարեմ, ես անեմ,
որպեսզի հոգիս փրկվի, նոր Տիրոջը մոտենամ սրբված, մաքրված, մենք չենք կարա։ Ու գալիս է մի պահ, որ մարդիկ սկսում են արդեն ուսահատվել։ Հուսատվել եւ արդեն ասել դե գիտես ինչ եւ մեզ էլ կողքից էլ բերում են սրբերի օրինակները, տեսեք սրբերը հասել են, նայեք այս անապատի մեջ 30 տարի ճկնեց, ողբած լացեց, սուրբ դառավ։ Ու բայց դուք աշխարհի մեջ ապրողները, դե դուք ինչ պետք է անեք, որ այնի անապատի մեջ է տենց հազիվ փրկվե, բա դու ինչ պետք է անես, դե գնա ողբա լացի։ Ու մարդը սկսում է մտածել, ախպեր, մի օր էլ գալիս ասում է, այս Սուրբը եթե ինքն է հազիվ փրկվե, ես չպետք է փրկվեմ, այսօր Տեր Աստված, դե ես ինչ կապ, խես ինձն է ստեղծե, ինչու ես, կամ էլ ոմանք ուզում են փախնեն գնան անապատ։ Ու այդ ամբողջ բանը սկսում է, դրա համար ամենակարևորը գիտակցելն է, որ այդ մեղավոր, այդ մեղքից ազատվել, փրկվելը միայն կարժանանք Քրիստոսի երկրորդ գալուստից հետո, երբ որ հարություն առնենք։ Իսկ հիմա, որ մենք պայքարում ենք մեղք չգործելու, բան չանելու, դա նրա համար է, որ չթողնենք այդ մեղքը շատանա, որ չթողնենք այն փրկությունը, որ մեզ տրված է, կորցնենք, ընկնենք եսի մեղսալի ճանապարհով անհույս ապրենք։ Դա է մեզ տալի, ոչ թե փրկություն, փրկությունը Տիրոջ ձեռքն է։ Նայեք Քրիստոս ինչ արեց, ինքը մեր մարդկային բնությունը, որը հիվանդ էր, ինքը բժշկեց։ Հիմա կարանք ասենք այսու, բայց մենք հələ չենք բան եղել։ Այո, ինքը մարդկային բնությունը բժշկեց ինձի ուժ տալու համար, որ ես կարողանամ ես էլ հաղթահարեմ այս մեղքերը։ Հետո ինքը եկավ ինչ արեց, մենք սատանայի գերի ենք, սատանայի ձեռքի տակ ենք, ինքը գնեց մեզ խաչի վրա իր արյունով, մահն էր տիրում, մենք մեռնում ենք ու անհույս էլ հույս չունենք հարության, ինքը անդրանիկ եղավ հարություն առավ, որպեսզի մահը հաղթի, մահվամբը մահ կոխյաց, չէ, հաղթի մահը, տնորեց մահը և հարություն առած, մահը իրան չկարացավ գերել, ուրեմն մեզ էլ չի կարա գերի, մենք էլ հարություն կառնենք, և ինքը ինչ արեց, համբարձվավ երկինք, նոյն մարմնով, որ եկավ, չէ, և նոյն մարմնով գալու է, նովին մարմնով, ինքը հոր կողքը նստեց, ինչն է, որ մեր բնությունը, մեր մարդկային ամեն ինչը տարավ հոր մոտ, այսինքն առ քեզ, այն ինչ որ Ադամին դու ստեղծեցիր, ինքը կորցրեց, ես հիմա բերում եմ երկինք, և մեզ համար ճանապարհ բացեց, որ ես այդ հույս ունեմ, որ ես ոչ թե ակնկամ, բա որ միգուցե ստացվի, ես գիտեմ, որ Տերը փրկել է ինձ երկինք ա տարել, Պողոս ասում է, դուք հարություն առաք, Եփեսացիներ 2-րդ գլխի մեջ, և Քրիստոսի հետ երկնքում նստած եք, ես նստած եմ այդ հավատքով, այդ հույսով, ես փրկված եմ, բայց այս կյանքը ինձ համար, նրա համար է, որ ես կարողանամ այս կյանքը արդարացնել, արժանացնել, որպեսզի հարության ժամանակ ես լինեմ հարության որդի լինեմ, ոչ թե հավիտենական կործանման որդի։ Սա է, իսկ սենց, որ նորից եմ ասում, մենք չենք կարա փրկվենք, չկա, անհնարին է։ Ես Աստծո ողորմությամբ Պողոս ասում ամեն ինչ կարամ ինձ զորացնող Քրիստոսով, ես Քրիստոս այդ օրինակները, որ բերում էր, անում էր, տկնում էր, չարչարվում էր, աշխատում էր, հոգնում էր, քնում էր, արթնանում էր, ինձ համար էր անում, որ ինձի ուղղություն ցույց տա, որ ես կարամ հանգիստ քնեմ, Տերը ինձ հետ է, ինձ հետ բան չի լինի, հա, եթե ես ծառավեմ, սոված չեմ մեռնի, այսինքն այս բաներն է, որ ինձի սա է ուժ տալ, դրա համար է Քրիստոս պատահական չէ, ամեն մարդ հացով չի, էլի Աստծո խոսքով է ապրում, այս օրինակները տենալով Տիրոջ, ինչ էր անում ինքը, որ ես էլ եմ ոգևորվում, այդ ձև եմ անում, և ամենամեծ բանը այդ առակն է, Արթուր, այդ որ ասում է մեկին 1 տաղանդ, մեկին 2, մեկին 5 տրվեց, ամեն մեկին բան ա տրվե, որ դա գնաս շատացնես, այդ մեր կյանքը նրա համար է, որ մենք դա շատացնենք, մենք ջանք, ոնց ասեմ, մենք չպետք է ջանք թափենք, որ այդ շնորը ձեռք բերենք, շնորը ձրի նվեր ա մեզի, ինչու ասում շնոր,
Դա ձերի մեզ տրված է փրկությունը։ Իսկ ես մնացած աղոտ պահք այդ բանը նրան որ ես Քրիստոսի հետ լինեմ, իր մեջ լինեմ։ Նորից եմ ասում, իմ աղոթքս, ճգնությունս, իմ եւ այլն, ամեն ինչ որ անում եմ, պահ կա, պատարակա եւ այլն, անում եմ, որ ես ավելի Տիրոջը մոտենամ։ Բայց ես գիտակցում եմ, ես այս մեղքերից, ես ոչ թե արդարացնում եմ ինքս ինձ, որ գնամ մեղ գործեմ, ասեմ, դե մեղավոր եմ, չէ, դա սխալ է։ Դրա համար մարդ չպետք է հուսահատվի, ինքը իմանա, որ ինքը Քրիստոսով փրկված է, գնված է, երկնքում նստած է, բայց այդ ամեն ինչը կարա կորցնի։ Եվ ինչ որ անում եմ, ոչ թե որպիսի ձեռք բերեմ դա, այլ որպիսի շատացնեմ եւ փրկեմ այն ինչ որ ինձ ձրի տրված է։ Այդ ոնց որ մեկը տոմս ունի, գիտի ինքը տոմսը այսօրը պետքա թռնի, չէ՞, անձնագիր տոմս ունի, ինքը պետքա այդ երկիր գնա։ Կամ անձնագիր ինքը գալիս նստում է, տասմա տոմսը չկա, ասում է չես կար։ Բա ես այսքան վաղտա այս տոմսը պահել եմ, ախպեր ջան, տոմսով աստեղ։ Կամ ինքնաթիռ է մտնում, անձնագիրը կորցնում, այն ջենտլմենի ուդաչի, չէ, Приключения իտալյանցը վրա չես կարա իջնես։ Այսինքն այդ անձնագիրը, այդ բանը դու եթե չունես, չես մտնի։ Այդ մի բան էլ կա, մարդ անապատի մեջ, որ ինքը ասում է, մեկը արջևա գալիս է, փողկապ ասում է, փողկապ եղբայր, ես ջուր չունեմ, քո փողկապը ինչի սա պետ, ես ջուր եմ ուզում, գնում է, տես քանի հոգու հանդիպում է տարբեր փողկապներով, վերջը մի հատ շուրթը sense բան է տեսնում, տնակ է տեսնում, վայ, բան գալիս է ջուր, ասում տեսնում է որ ջուր, ասում է ջուր տվեք, ասում է կներեք առանց փողկապի ստեղ մենք ջուր չենք տալիս մարդկանց, էլի։ Սա մեր կյանքն է, այս ամեն ինչ որ անում ենք, մենք նրա համար է ի վերջո որ սովորենք սիրել, Արտուր։ Սովորենք սիրել, որտեվ ամեն բան կանցնի, Պողոս առաքյալը նույնիսկ հավատք, հույսը, որտեվ երբ որ դու Աստծուն տենալու ես, էլ հույսի պետք չունես, հավատքի պետք չունես, դու արդեն տեսնելու ես, բայց Պողոս ասում է հիմա կարծես թե տեսնում ենք, ոնց որ խավար շուշի ապակու հետևից, բան հասկանում ենք, բայց դեռ էլ չենք արժանացել։ Դրա համար այս կյանքը այդ սերը ձեռք բերելն է, սովորել սիրելն է։ Պահկես պահե, միսես կերե, չես կերես, ամեն ինչ որ ի վերջո սիրել սովորենք եւ արժանանանք Աստծո արքայությանը։ Ամեն։ Հայր Սուրբ ջան, հիմա մի հատ է շատ կարևոր հարց տամ ձեզ։ Հարցս հետեւյալն է. ինչպես ընտրել ճիշտ քահանա, ում մոտ կարելի է խոստովանվել։ Մարդիկ վախ են ապրում խոստովանություն կատարելու համար։ Չգիտեն ինչպես անեն, որ ճիշտ քահանա ընտրեն, որովհետև շատ քահանաներ կա, առիթից օգտվում են, սկսում են մանիպուլացնել, սկսում են մարդկանց ճնշել, տարբեր խոսակցություններ առաջանում։ Ինչպես մարդիկ անեն, որպեսզի ճշմարիտ ճանապարհով ինչ որ մեկին գտնեն, որ խոստովանվեն, ապաշխարվեն եւ ճշմարիտ կարողանան շարունակեն իրանց կյանքը, ասենք Սուրբ Հարության տոնից հետո։ Դու քո պապային գտել ես, թե պապատ քեզ ծնել է։ Ծնել է։ Այսինքն կներես քեզ ասի, նույնն էլ ինձ է վերաբերում, չէ։ Այսինքն հոգևոր հայրը պետքա քեզ ծնի, էլի։ Այս փողոցում բան չէ, էլի գնաս գտնես, էլի կարող է շփվես մեկի հետ, երկու հետ ու դու հասկանաս, որ այդ ինքն է, էլի։ Ինքն էլ հասկանա, որ դա դու ես։ Ես տենց եմ հասկանում, տենց եմ ընկալում, բայց մյուս կողմից էլ հավատացյալը չպետք է փնտրի մի հոգևոր հայր, որը ոնց ասեմ, իր խնդիրները ինքը տանող լինի, իր դարդերը, պատասխանատվությունը գցի իր վրա։ Մարդկա ասում է, դե հոգևոր հայրս ասել, ասում է, ասածը հիմարություն է։ Այդ իմ խնդիրս չի, ասում է, ես հնազանդում եմ, եթե սխալ եմ, ես կփրկվեմ, ինքը թող գնա դժոխք։ Ասում եմ, լսի, չիմարություն բանա, քեզ խելք ա տվել, կարող է քեզ կործանման բան լինի, դու դաժե չհասցնես փրկվես էլի, սենց ասեմ։ Դրա համար հոգևոր հայր հասկացողությունը մեր մոտ տես խոսել ենք, դա եղել է կնքահայրը։
որը մարդուն պատրաստել է հոգևոր կյանքի, առաջնորդել է, ինչպես, ինչ, իսկ հիմա մարդը 50 տարեկան, 40, 30 տարեկան հավատքի է գալիս, սկսում է եկեղեցի, այդ են ամեն բաց թողումը, ինչպես աղոթել, խաչակնկվել, ինչ անել, ինքը դա կորցրել է ու մի հատ գտնում է Տեր Հայր կամ Հայսուրբ ու սկսում է հարցակոխ անել, կներես, այդ հարցերով իրան դնում է, էսեն ինչ անեմ, ամեն բայ, այս պայն սենց բան եղավ, ինչ անեմ, ինչ չանեմ, այդ խեղճ հոգևորականները կրակն են ընկնում այդ մարդու ձեռը։ Հա։ Ցավոք սրտի դա մենք կորցրել ենք, դրա համար քրիստոնյան էլ պետքա ձգտի ինքնուրույն ինչ-որ տեղ կարդալով, փնտրելով, ուսումնասիրելով, մեր տեսահոլովակները նայելով, ինչ-որ տեղ աճ ունենա ապրելու, զարգանալու ու հոգևոր հայրի պարագան, երբ որ ինքը գիտես ինչ, եթե ոնց ասեմ, մարդ, որ շատ ծանր վիճակում է, հիվանդ է ֆիզիկապես, չէ, նենց տեղերա, ամոթ տեղերա, չէ, որ կարա ամանչում է բացի մանգա տենց, բայց երբ որ նենց վիճակի մեջ է, կգնա բժիշկի մոտ կբացի ամեն բան, էլի, չի մտածի այդ բժիշկը ինչ կմտածի իր մասին, կոպիտ եմ ասում, էլի, ինչ կմտածի, այդ ինչ կասի, կպատմի, իրա գոտկա տեղը ինչ է, ինչ ձևի է, ինքը այդ պայն մտածում է բժշկվելու ու գտելա բժիշկ, էլի։ Տենց էլ քրիստոնյան, երբ որ ինքը մեղքը հասունացած, ասենց խեղդում է, ինքը հավատքով որ փնտրի, կգտնի մեկին, որ ինքը խոստովանվի։ Ինքը այդ պայն, եթե սկսում է մտածել, բա որ էս քահանան, ուրեմն ինքը պատրաստ չի խոստովանության։ Ես սենց եմ հավատում, եթե դու պատրաստ ես, սենց խեղդվում է, դու այդ պայն, գիտես, սենց կբռնես ով էլ կա, իրան կխոստովանես, հասկանում ես, ու Տերն էլ կտա այդ հնարավորությունը, կխոստովանես։ Ուրիշ հարց, քեզ ինչ խորհուրդ կտա, ինչ խրատ կտա, բայց մեղավոր մարդը, որ մեղքի մեջ է, զղջում է, ինքը այդ պայն չի մտածում, ինքը ինչ խորհուրդ, ինքը այդ պայն մտածում է, ոնց այդ թույնից ազատվի։ Ոչ թե մտածում է ինչ խորհուրդ կտա, ինչ կասի, ինչ անեմ, երբ որ դու սենց այդ հարցերն ա նախ գալի, ուրեմն դու պատրաստ չես խոստովանության։ Դա համար մեկ-մեկից որ ասում են հայսուտ ուզում ենք խոստովանենք, ասի դուք ինձնից ինչի ակնկալություն ունեք, մեղքերի թողության, թե ինձնից խորհուրդ ստանալու։ Սս կախում է մարդու մոտ, ասում եմ կներեք դուք պատրաստ չեք, բացատրում եմ ինչ է, ինչ չէ, դուք պատրաստ չեք խոստովանվելու։ Այսինքն իրա մեջ էլ չես տեսնում, որ ինքը գիտես այն մարդը, որ ասես մահամերձ sense վերջի շունչն է ջուր ա ուզում, էդի չես տեսնում, էլ եկել է մի հատ տենա դու քո մոտ ջուրը լավն ա, թե վատն ա, որտեղից ես լցնում, դու կարաս ինչ ջուր տաս, չտաս, ասում ես ախպեր դու ծառավ չես, էլի կներես գնա ուրիշ տեղից խմի, ես քո ժամանակը չունեմ։ Ինչ բանով եմ ասում, էլի։ Դրա համար ինձ թվում է մարդ եթե հասունանա զղջման բանին, ինքը կգտնի մեկին, որին կխոստովանի։ Իսկ մարդ պետքա պարտադիր անպայման իրա խոստովանա հորը, խոստովանի, եթե այդ պահին խոստովանա հայրը կողքը չի, բայց ուրիշ քահանա կա, ասենք այդ պահին։ Նայ, Արտուր, խոստովանա հայր մենք վերցրել ենք ավելի sense վանական դրույթներից բանա մեզ եկե, որտեղ մենք շատ բանել ենք ասում, կորցրել ենք այդ խոստովանա հայրը, հոգևոր հայրը, դա եղել է կնքահայրը, քավորը, որը դաստիարակել է, որը երեխային այդ հոգևոր զավակը գնացել, կիսվել է, սենց բան եմ ապրել, սենց բան կա, էսի ասում է, գիտես ինչ, էսի մեղք ա, դու պետքա էսի խոստովանվես, օրինակ, հա, ու ինքը գնացել է քահանայի, որը սենց ասենք խորհրդակատար, մենք ասում ենք ծիսակատար, խորհրդակատար, հոգևորականը։ Դրա համար քահանաները, որոնք հովիվներ են կոչվում, իրանք ժողովրդի հետ իրանք այդ բանն են արել, որ դու գնացել ես մի քահանայի մոտ դու խոստովանվել ես, որտեվ ինքը իրավունք ունի խորհուրդ կատարելու, ինքը խորհուրդը, ուսր ասած, Սուրբ Հոգին ա գործում այդ process-ի մեջ, հա, ասենց ասեմ, ինքը գնում է մոտը, բայց եթե ինքը ընտրում է մեկին, որ դու ինձ առաջնորդի, որտեվ ես հոգևոր հայր քավոր չեմ ունեցել, ես սաղ կյանքս անկապ ապրել եմ, դու կարաս ինձի առաջնորդես, հա, ու այդ դեպքում արդեն այդ հոգևոր այդ քահանան պարտականվում է արդեն իրան խոստովանվելու, այդտեղ խոստովանությունը
99%-ով դառնում է զրույց, ոչ թե խոստովանություն։ Մարդը գալիս է, սկսում է կյանքը պատմել, դարդերը պատմել, վայ ես սենց արի, ինչ անեմ, ոնց անեմ, սա է դառնում։ Իսկ կարա հոգևոր հայր լինի այսօրվա դրությամբ մի հոգևոր եղբայր կամ քույր բանի աղջիկների համար, որը փորձառու է կյանքով այդ հավատացյալ քրոջը կամ եղբորը առաջնորդի հոգևոր բանով, իրա փորձառությունով, իրա բանով, բայց նպատակը ինչ որ բերի որևէ քահանայի մոտ ինքը խոստովանվի, որտեղ իր մեղքը խոստովանվի, ոչ թե խորհրդի ակնկալությամբ։ Այսինքն կապ չունի ինչ քահանայի մոտ ես խոստովանվում։ Բայց ստեղ ուրիշ բան կա, էլի, դու կարող գնացել ես մեկի մոտ խոստովանվել ես, ինքը քեզ ասել է, այնպես ասում է, ուիզինի չիստը, ետիս գնա սատանա, դու գնում ես մի հատ ուրիշ քահանայի մոտ ես խոստովանվում, հասկանում ես, ինքը քեզ թողություն է տալիս։ Այսի արդեն անկեղծ չի, անկեղծն է, երբ որ դու գնում ես մեկի մոտ ինքը քեզ խոստովանասես, թողություն տվես, դու էլ թեման վերջացավ, էլ մեղք չունես, սենց ասեմ, այդ թեմայի մեջ դու հաղթարեցիր, ապրում ես, մի օր մեղք ես գործում, զղջում ես, դու այդ պայն էդի կողքդ չի, գնում ես ուրիշի մոտ։ Ոչ թե դու ընտրում ես, այսի խիստ է, կարող է ինձի սենց անի, արդեն փորձառություն ունեմ, սրա մոտ չգնամ, գնամ մեկի մոտ, դե էսի բանը հարիվ է կամ եսի ինչա, լուրջ չի կամ եսի ինչա, գնամ սրա մոտ։ Էդի անկեղծ չի, դուք ում եք խաբում։ Դրա համար խոստովանություն նորից եմ ասում, այն խոստովանը կյանքի մեջ մի 10-15 անգամ կարա լինի, էդի ամենաշատը։ Որտեվ քրիստոնյան, որը գիտակից հավատքի մեջ է ապրում, ինքը այն ծանր մեղքերի մեջ չի ընկնի։ Իսկ եթե ընկնում է կամ հիշում է իր անցյալը, տառապում է, ինքը գնում է մի հատ ասում է Տեր հայր մեղք գործեցի, այս բանն եմ արել, ես զղջում եմ։ Վերջ, քահանան այդտեղ կարող է շատ հարցնի, իսկ ինչու այդ մեղքը գործեցի, օրինակ ինչն էր պատճառը, ինքը ասի, գիտես, այս բան արի, կարող մեկ էլ մեջտեղ գա, ինքը մի հատ ուրիշ էլ մեղք կա, ինքը չէր հասկանում, որը պատճառ դառավ այս մեղքին եւ այլն։ Դրա համար պետք չի դենց հատուկ փնտրել հոգևոր հայր։ Այո, խոստովանահայր, արդեն խոստովանության ինքը հայր է, Տեր հայր, հայսուր, սրբազան հայր, հա։ Դու արդեն ինքը հայր է, որտեղ բոլորն էլ կարան խոստովանի։ Շատերը ինչու չեն խոստովանացնում, որտեղ իրանք 90%-ից ավելի հավատացյալ գալիս են իրանք դարդերն են պատմում, դարդերը, որը այդ քահանան կամ ասում են ինչ անեմ, գործի ընդունվեմ, թե չընդունվեմ, այն ասում ախպեր ես ինչ իմանամ։ Մարդն արդեն այդտեղ արդեն խոստովանություն չի, էլի։ Դու փնտրում ես մեկը, որ քեզ ապրելու բան սովորացնի, որ դու քո պատասխանատվությունը գցես ուրիշ վրա։ Չնայած միջև քո հավատքի գալը, դու ջոգող տղա էր, դու կարար հարցեր լուծել առանց քահանայի, բայց եկար հավատքի, դա հենց սա էլ է, էլի, որ դու պետքա հոգևոր հոր կամ քահանային հնազանդվես, դու առանց իրանց չես կարա մի բան անես, ու այդ մարդը գնում է ավելի դեգրադացիա ալնում։ Դու միջև այդ հարցերը լուծում, հիմա դու առանց քահանայի խոսքի դու բան չես կար։ Իսկ էդ էլ դե ցավոք սրտի տենց հոգևորականներ կան, որոնք այդ բանը սիրում են, էլի, կառավարելու, որ առանց ինձ եթե չանես, կամ գիտես ինչ, եթե ինձ մոտ ես խոստովանվեմ, մյուս անգամ ուրիշի մոտ գնաս, անվավեր է, կամ էլ եթե միջև ես քեզ չթողնեմ, դու չես կարա, կամ էլ եթե գալիս են ասում են ես մի տարի սրա մոտ էի խոստովանվել, կամ նորից սաղ մեղքերս նորից խոստովանում, ասեմ ինչի համար, որ ինձի լավ ճանաչես, ասի ես ինքս ինձ էլ չեմ ճանաչել լավ, ես չեմ ուզում քեզ ճանաչեմ, դու մեղք ունես խոստովանվելու, նոր գործած ունես, այդ չէ, ասում եմ էլ խես եկել մոտս, ինչ, եթե ուզում ես խորուրդ բանի հարցի շուրջ, հոգևոր խորուրդ, քեզ տամ խորուրդ, բայց նստեմ քո մեղքերը սաղ, որոնք դու խոստովանվել ես, նորից լսեմ։ Որ ասացիք հայր Սուրբ ջան, տենց դեպքի ինձ մոտ էլ է եղել, ծանոթներիցս մեկը մի օր ասեց, ես մեղքերի թողություն ստացա, մեղքերս խոստովանեցի, ապաշխարեցի, մեղքերի թողություն ստացա, զղջում եմ ապրե, բայց
Գալիս է մեկ-մեկ պահ, որ այդ մեղքերը նորից հիշում եմ, նորից զղջում եմ ապրում, նորից ուզում եմ ոնց որ ասած, նորից ոնց որ ուզենամ գնամ, նորից այդ մեղքերը պատմեմ քահանային, չգիտեմ խի այդ մեղքերը ինձի բաց չի թողում, ես միշտ զղջում եմ, ամեն անգամ էդի հիշում եմ։ Ինչպես մոռանան մարդիկ այդ մեղքերը, չէ՞ որ իրանք արդեն թողություն են ստացել Տիրոջ կողմից։ Ինձ թվում է հավատքի հարց է, Արտուր, ասում է ինչ որ խնդրեք, պիտի ստանաք։ Եթե խնդրել ես հավատքով, որ քեզ ների Տերը, ուրեմն եթե չես հավատում, ուրեմն դա այդ խնդիրն է։ Եթե դու հավատում ես, որ Տերը քեզ ներել է, թողություն ա տված, այդ խորհուրդն ա կատարվել, ուրեմն կյանքը շարունակվում է, դա սատանան էլ է կարող է բերում մարդուն, որ հուսահատության գցի, դրա համար պետք չի լսել, այդ պահին, եթե տենց մտքեր ա գալի, ասել փառք ես Տեր Աստված, ողորմած ես, ոչ թե ինձ ների նորին, ասա ներիր թերահավատությանս համար, որ չեմ հավատում, որ դու ինձ ներել ես։ Այս ձևով սատանան կփախնի ու այդ բաները կանցնի, էլի։ Հայր Սուրբ ջան, այսպիսի հարց էին ինձ տվել, վերջի հարցն է իմ այսօրվա, կուզեի որպեսզի այս հարցին պատասխանեիք։ Ասում է, չէ որ Աստված ազատ կամք մարդուն շնորհեց, որպեսզի ինքը իր ընտրությունը կատարի բարի եւ չարի միջև։ Ասում է, եթե Աստված ամենակարող է ու մարդուն թույլ է տվել, որ ինքը կատարի ընտրություն, ինչու է թույլ տալիս, որ մարդը մեղքի մեջ ընկնի։ Աստված թույլ չի տալիս, Աստված եթե թույլ տար, ինքը չէր ուղարկի իր միածին որդին, ուղղակի արդեն մենք մեր ցանկություններով դրդված գնում ենք մեղքի մեջ։ Հենց սրա բանն Արտուր, որ երբ որ մարդը մեղանչեց, մարդու բնությունը աղավաղվեց, հիվանդացավ։ Արդեն այդ իշխողը բանական հոգին էր, որը տանում էր իր հետևից այդ հոգու այն երկու զորությունը, ցանկական ցասմականը եւ մարմինը, բայց բան էր, բայց երբ որ մեղքը գործեց, ասես գլխավեր ի վար փոխվեց, բանականը իջավ ներքև, դրա համար ասում եմ, մարդը պատվի մեջ էր, դառավ կենդանու պես, որտեվ կենդանին չունի բանական հոգին, ինքը դառավ կենդանու պես, ինքը սկսեց ապրել իր բնազդներով, իր բնազդներով եւ ցանկություններով, դրա համար երբ որ ինքը բնազդները ավելի մեղքի է տանում, դրա համար ինչ որ մեղքի է, ինչը բան է, մարդը շուտ է տա ընտրում։ Ոչ թե այստեղ իր կամքն է, այդտեղ արդեն կամքը ինքը իր կամքը ոնց ասեմ, սատանան այդ մեղքը գրավել է։ Մի անգամ դուք ասացիք սատանան Ադամին վերցրել էր իր ճանկերի մեջ ու պահում էր։ Այսինքն սատանան գրավել է մարդուն, ճանկերի մեջ է գրավել, դրա համար Քրիստոս եկավ ազատի։ Դրա համար քահանան երբ որ թողություն է տալիս, արձակել կապելու բանը հենց այդ է, մարդ կապված է։ Քահանան որ արձակում է տալ, դա կարևոր է, թողությունը տրվում է, ինքը կապում է այդ կապանքները, այդ թուղթուգիր չի որ քանդում, այդ կապանքները այդ սատանայի իշխանությունից ազատում է մարդու մեղքի, ու մարդը ստեղ իր կամքով ինքը սկսում է արդեն դեպի ճիշտը գնալ, ինքը հասկանում է ինչ անում։ Դրա համար ասում կամա, ակամա, գիտակցությամբ եւ անգիտակցությամբ, չէ, երբ որ դու կամքով ես գործում, որտեվ կամքը տեն վաղտ է գործում, երբ որ դու մեղքից ազատ ես եւ հիմա դու գիտակցաբար գնում ես նորից այդ մեղքին։ Սա արդեն ծանր է, բայց մարդկությունը ընկած էր այդ սատանայի կապանքների մեջ, որից Քրիստոս ազատեց։ Մեզ էլ փրկեց, այդ խոսեցինք արդեն, ազատագրեց, որ մենք կարողանանք ճիշտ ձևի ապրել, ոչ թե առաջնորդվենք բնազդներով, ուտել, խմել, հաճույքներ վայելել, սրա նրա վրա բարկանալով, զգացմունքներով, էմոցիաներով, այլ բանականությամբ, առաջնայինը մտածելով աստվածայինը, հոգևորը, հետո մարմնավորը։ Դրա համար էս էլի գալով մեր բանին, մեծի պահոց շրջանը, սա նպաստում է սրան, որ մարդ սկսի մտածել, որ ինքը հոժար կամքով ընտրի այս ճանապարհը, այսինքն պահեցողություն, որպեսզի ժուժկալ դառնա, ողորմածությունը, որ սովորի սիրել մերձավորին եւ աղոթել, որ Աստծու հետ կապ ունենա։ Դրա համար Ամեն։ շատերը արդարացնում են, որ
Դե հա, դե սենց հա, ես դե հիմա կամքն ա, Աստված ա դրեմ մեջս, որ ես այն ամեղք եմ գործում, թող Աստված ինձնից ազատեր։ Այո, սատանայի վրա էլ կարելի է գցել, բայց Քրիստոս երբ որ քեզ ազատել է այդ ամեն ինչից, արդեն абսուրդ է մեղադրել որևէ մեկին, էլի։ Դե Ադամի բանը գործում ենք նորից, չէ՞։ Այսինքն ես ոնց sense նայում եմ այս 7000 տարիների Աստվածաշնչյան 7000 տարիների այդ պատմության մեջ միշտ ադամական այդ մեղքը բոլորս կրկնել ենք, կրկնում ենք ու շարունակում ենք կրկնել։ Հա, ցավալի է, Արտուր, գալիս է այդ մեր մեջ այդ սատանան դնում է, որ ուրիշին մեղադրենք, պատճառը գտնենք, որ ուրիշն է մեղավոր ու եկանք էլ այն սկզբից ինչ ասինք, զղջումը դա խոնարհությունն է։ Իսկ խոնարհ մարդը ուրիշին չի մեղադրում։ Նույնիսկ այն, որ ասում են մի դատի, դու էլի մեղադրում ես ուրիշին, ասելով մի դատի։ Դա արդեն դու էլի մեղադրում ես մարդուն։ Արդեն հենց էդի խոնարհություն չի, արդեն էդի հպարտություն է, որ դու չես ուզում ընդունես, որ կարող է սխալ լինես կամ մեղք գործած լինես։ Ինչպես անցած հաղորդման ժամանակ ասեցիք, մենք բոլորս sense կռացած ենք, բայց Տերը մեզ ստեղծել է, որպեսզի մենք այսպես վերև նայենք։ Տա Աստված, որպեսզի բոլորս կարողանանք իրոք པարզ ճակատով նայենք վերև ու Տիրոջը փառաբանենք։ Հայր Սուրբ ջան, շնորհակալ եմ այս գեղեցիկ զրույցի համար։ Աստված օգնական լինի ձեզ, Աստված ձեզ ուժ կարողություն տա, շատ շնորհակալ եմ ձեզ ու փառք Տիրոջը, որ կարողացանք այս գեղեցիկ հաղորդաշարը նորից նկարահանենք։ Դե հուսանք օգտակար լինի մեր հավատավոր ժողովրդի, հավատացյալներին, որոնք Քրիստոսին են փնտրում, որտեվ նորից եմ ասում, ամեն բան ունայն է, ամենամեծ բանը կա, պատվիրանը սիրեք Աստծուն, երբեք չի ասվել, չէ, հավատացյալին հավատա Աստծուն, ասում է սիրիր Աստծուն։ Հավատացյալը արդեն հավատում է, բայց սիրո մասին քիչ ենք խոսում, սիրել, այդ ցանկանում եմ, որ մենք սովորենք սիրել Աստծուն եւ բնական է մերձավորին, եթե մերձավորին չենք սիրում, Աստծուն չենք էլ կարա սիրենք, որին չենք տեսնում։